Վանաձորի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում հայտարարվել է Իսահակյանին նվիրված երկշաբաթյակ։ Սրա շրջանակներում դպրոցի 5-րդ եւ 9-րդ դասարանի աշակերտների, ինչպես նաեւ ուսուցիչներ Հերմինե Քարյանի եւ Ամալիա Եղշատյանի համատեղ ջանքերով կազմակերպվել էր միջոցառում, նվիրված Իսահակյանի 138-ամյակին։ Աշակերտները կարդացին Ավետիք Իսահակյանի կյանքը, գործունեությունը նրա խոհերից ու խրատներից։ 1975 թվականի նոյեմբերի 16-ն էր։ Մոսկվայում մեծ թատրոնի ոսկեզոծ դահլիճը լեփլեցին էր մարդկանցով։ Բեմի ետնամասում հագցված մեծադիր նկարից նայում էր իմաստուն դա մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանն էր։ Այդ օրերին ամբողջ Խորհրդային Միությունում եւ արտասահմանյան շատ երկրներում տոնվում էր Իսահակյանի ծննդյան 100-ամյակը։ Կյանքի մայրամուտին իր պայծառ մտքից ոչ մի նշույլ չկորցրած Իսահակյանը իր մասին ասում է. 80 տարին բնության կողմից մեծ զիջողություն է տրված մարդուն։ Պետք է, որ այս շնորհը լավագույն ձևով օգտագործվի։ Իհարկե, մարդ չպիտի աշխարհից բան տանելու մասին մտածի, այլ աշխարհում բան թողնելու մասին։ Իմ կյանքի ընթացքում ես տեսա, թե ինչպես ճարպեմ ովին ու ջրախին փոխարինեցի էլեկտրական լույսը։ Քոս էլ իմ փոխարինեցին գեղեցիկ ավտոմեքենաները, ճեպտած վնասները։ Իմ աչքի առաջ ստեղծվեցին ռադիոն, հեռախոսը, էլեկտրակայանը, ատոմային էներգիան, նրա ուժով աշխատող էլեկտրակայանը։ Այո, մարդեր աշկներ գործեց։ Իսահակյանը մեծ հետք է թողել հայ գրականության մեջ։ Նրա ստեղծագործություններով կրթվել ու դաստիարակվել են շատ սերունդներ եւ դեռ շատերը պիտի շարժվեն Իսահակյանի խրատներով։ Այս է վկայում միջոցառմանը մասնակից երեխաների վերաբերմունքը Իսահակյանի ստեղծագործություններին։ Միջոցառման ընթացքում նրանք կարդացին նաեւ վարպետի գործերից։ Գալարում էր մեջ կթեթև սահմանետրացիայի մեջ։ Աշկը ստիպավ աշկի պոցին ու գլուխս կապեցին։ Շպտավ առողջվածի հավերժական կատացին։ Միամիտ չէ, հավատան քեզ, տարապանքս փորձում։ Մի վրահով կույս էր քեզ պես, փոքրեց սիրտս պատանի։ Շատրվաններ հետ կլտում են ու լալիս, ես սյունից սյուն սարդը ոստայլ է հյուսում։ Անապատի հողն է միայնայց գալիս և գահի շրջկապարվում։ Օծն է մաքրում սար փայլուն կողերով, էլսամանի ոսկորների լուր փոշին, այս էլսաման կմաղթային ձերքերով իր գրկել է հովից մեռած բանշին։ Սիրտս երկինք է, բույժ կուտա ծալքին, սեր կուտա բույսին, կյանք կուտա անկյանք չոր անապատին, ամայի սրտին, սիրտս երկինք։ Ծնդավաճան անհուն սիրով հայրենիքիդ լինես պաշտպան, եթե նրա սիրո համար մի սխալի գործ կատարես, չհաղորդաս, լինես խոնար և իր պարտքը ճիշտ կատարած մարդուն նման խրջումանով ապրես ուրախ ու պարտավոր։ Իսահակյանը լինելով նախ եւ առաջ մեծ հայ, կարողացել է լավագույնս գովերքել հային, ներկայացնել հայի հոգսերը, մորն ու մոր սիրտը, լավագույնս ներկայացնելով նաեւ մյուս թեմաները։ Կարծես ամեն տարի մեր դպրոցում ավանդույթ է դարձել նշել վարպետի ծննդյան օրը, որովհետև ինչպես հայտնի է բոլորիս, մի դպրոցում, որ կրում է մեծ վարպետ Ավետիք Իսահակյանի անունը։ Շնորհակալություն ենք հայտնում երեխաներին, որ կազմակերպեցին այս միջոցառումը։ Խելացի ու կիրթ մարդը, հայրենասեր մարդը չպետք է բավարարվի դպրոցում իր ձեռք բերած գիտելիքներով, այլ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր րոպե իր սեղանի զարդը պետք է դարձնի մեր բոլոր գրողների ստեղծագործությունները, բոլոր հանճարեղ ստեղծագործողների երգը, ազգն ու բանը։ Նմանօրինակ միջոցառումները թույլ են տալիս եւս մեկ անգամ գնահատել մեր մեծերին, հիշել ու առաջնորդվել նրանց խոսքերով, իսկ թիվ 2 հիմնական դպրոցում դեռևս 2 շաբաթ կթևածի վարպետի խոսքն ու գործը, վարպետաց շունչը։ Տաթևիկ Ղազարյան, Արայիկ Նազարյան, Միք հեռուստաընկերություն։